Անահիտ Կիրակոսյանի ամուսնալուծության մասին հայտարարությունից հետո հայկական համացանցը բառացիորեն բաժանվեց քննարկումների, ենթադրությունների ու փորձերի, հասկանալու այն, ինչ իրականում մնում է փակ վարագույրների հետևում։ Երբ խոսքը վերաբերում է հանրության կողմից սիրված ու տարիներ շարունակ հավասարակշռված կերպար ունեցող դերասանուհուն, հետաքրքրությունը դառնում է կրկնակի մեծ։ Անահիտ Կիրակոսյանը միշտ էլ հարցազրույցներում ներկայացել է որպես ընտանիքակենտրոն կին, նրա խոսքում ընտանիքը երբեք երկրորդ պլանում չի եղել։ Նա հաճախ է շեշտել տան ներսում տիրող ջերմ մթնոլորտը, փոխադարձ հարգանքը, երեխաների դաստիարակության կարևորությունը։ Նրա կերպարը հանրության աչքին ձևավորվել է որպես կայուն, մտածված և զգացմունքային հավասարակշռություն ունեցող կին։ Հենց այդ պատճառով էլ շատերի համար այս լուրը դարձավ անակնկալ։ Բայց ինչպես ժողովրդական խոսքն է ասում, ընտանիքը մութ անտառ է, այնինչ դրսից թվում է ամբողջական ու ներդաշնակ, ներսում կարող է ունենալ լուռ պայքարներ, չասված խոսքեր ու ներքին հակասություններ։ Հանրային դեմքերը հատկապես սովոր են պահել այդ անտառը փակ, պաշտպանելով ոչ միայն իրենց, այլև երեխաներին, ընտանիքի մյուս անդամներին և սեփական արժանապատվությունը։ Անահիտ Կիրակոսյանի հայտարարությունից անմիջապես հետո նրա ամուսինը հրապարակում է տեսանյութ կրտսեր որդու հետ միասին։ Տեսանյութը ոչ սկանդալային է, ոչ մեկնաբանություններով հագեցած, ոչ էլ բացահայտ ուղերձներով։ Դա պարզապես հայր ու որդի են, բնական, առօրյա մի պահի մեջ։ Սակայն հենց այդ պարզությունն է, որ դարձավ քննարկումների կենտրոն։ Շատերը փորձեցին այդ տեսանյութի մեջ կարդալ ենթատեքստեր, գտնել ակնարկներ կամ հակադրություն Անահիտի հայտարարության մեջ։ Սակայն ամենահետաքրքիր դետալը շատերը նկատեցին այլ տեղում։ Անահիտ Կիրակոսյանը հավանեց այդ տեսանյութը։ Մի պարզ լայք, որը սոցիալական ցանցերում հաճախ ավելի բարձր է խոսում, քան երկար տեքստերը։ Այդ քայլը շատերի համար դարձավ հստակ ազդակ, որ այս բաժանումը չի ուղեկցվում հակամարտությամբ, ատելությամբ կամ բաց պատերազմի հայտարարությամբ։ Այդ մեկ գործողությունը կարծես լուռ պատասխան լիներ բոլոր նրանց, ովքեր սպասում էին սկանդալի, կոշտ հայտարարությունների կամ փոխադարձ մեղադրանքների։ Անահիտը ոչ մի բառ չասաց, բայց իր քայլով ցույց տվեց՝ անկախ ամուսնական հարաբերությունների ավարտից պահպանվում է մարդկային հարգանքը, ծնողական միասնությունը և առողջ կապը երեխաների հետ։ Սա հատկապես կարևոր է հայկական հասարակության համատեքստում, որտեղ ամուսնալուծությունները հաճախ ընկալվում են որպես պարտություն կամ խայտառակություն, և հանրությունը երբեմն իրեն իրավունք է վերապահում դատել, հարցաքննել ու մեկնաբանել։ Անահիտ Կիրակոսյանի պահվածքը հակառակ օրինակն է։ Նա ցույց է տալիս, որ կարելի է բաժանվել առանց սեփական անցյալը ջնջելու, առանց այն տարիները արժեզրկելու, որոնք ապրել է սիրով ու նվիրվածությամբ։ Շատերը փորձում են գտնել կոնկրետ պատճառներ՝ տարիքի տարբերություն, ծանրաբեռնվածություն, կյանքի տարբեր փուլեր, անձնական փոփոխություններ, բայց իրականությունն այն է, որ երբեմն պատճառները չեն տեղավորվում մեկ նախադասության մեջ։ Երբեմն դրանք տարիների ընթացքում ձևավորված ներքին հեռավորություններ են, որոնք արտաքին աչքին անտեսանելի են մնում։ Այն փաստը, որ Անահիտը տարիներ շարունակ մեծացրել է ոչ միայն իր որդիներին, այլև ամուսնու առաջին ամուսնությունից ծնված դուստրերին, արդեն իսկ խոսում է նրա մարդկային չափերի մասին։ Դա հեշտ ճանապարհ չէ, և նման պատասխանատվությունը հաճախ պահանջում է սեփական եսի զոհաբերություն։ Այդ ամենը չի կարող չազդել մարդու ներաշխարհի վրա։ Այս պատմության մեջ ամենակարևորը գուցե հենց այն է, ինչ չի ասվում բարձրաձայն։ Լոռությունը, փոխադարձ քայլերի զսպվածությունը, սոցիալական ցանցերում չհակադրվելը, այլ փոխադարձ հարգանքի փոքր, բայց խոսուն նշանները։ Դա հուշում է, որ այստեղ գործ ունենք ոչ թե կտրուկ խզման, այլ գիտակցված բաժանման հետ։ Հանրությունը կարող է շարունակել քննարկել, ենթադրել, համեմատել անցյալի հարցազրույցներն ու ներկա իրադարձությունները, բայց Անահիտ Կիրակոսյանի պահվածքը հստակ ուղերձ ունի։ Որոշ պատմություններ պետք է թողնել իրենց արժանապատվության մեջ։ Ոչ ամեն սեր է հավերժ նույն ձևով, բայց ամեն սեր արժանի է հարգալից ավարտի։ Եվ գուցե հենց այս հանգիստ, առանց աղմուկի ընթացող պահվածքն է, որ ամենաշատն է խոսում պատճառների մասին, երբ մարդիկ ընտրում են խաղաղությունը, այլ ոչ թե ճշմարտության անվան տակ հրապարակային ցավը։ Ինչու այսպես եղավ, եթե ամեն ինչ այդքան իդեալական էր թվում, հարցնում են շատ հեռուստադիտողներ։ Եվ հենց այստեղ է ամենացավոտ,
Բայց նաև ամենաճշմարիտ կետը, որովհետև այնինչ մենք տեսնում ենք դրսից, գրեթե երբեք ամբողջական պատկերը չէ։ Անահիտ Կիրակոսյանի ընտանիքը տարիներ շարունակ ներկայացել է որպես կայուն, ջերմ, սիրով լցված միջավայր, և շատ հավանական է, որ դա իրականում այդպես էլ եղել է, բայց նույնիսկ ամենասիրող, ամենահասուն հարաբերությունները չեն երաշխավորում, որ մարդիկ հավերժ կմնան նույն ներքին կետում։ Կյանքը փոխում է մարդկանց, երբեմն շատ դանդաղ, աննկատ, այնպես որ փոփոխությունը զգացվում է միայն այն ժամանակ, երբ արդեն շատ ուշ է։ Այս ինչուն հազվադեպ է ունենում մեկ կոնկրետ պատասխան։ Ամուսնալուծությունները գրեթե երբեք չեն լինում մեկ իրադարձության հետևանք, դրանք կուտակված գործընթացներ են։ Տարիների ընթացքում փոխվում են առաջնահերթությունները, հոգնածությունը կուտակվում է, դերերը ծանրանում են, երբ մարդը երկար ժամանակ ապրում է պետքեների մեջ, պետք է ուժեղ լինեմ, պետք է պահեմ ընտանիքը, պետք է հավասարակշռված երևամ, մի օր գալիս է պահը, երբ ներքին ռեսուրսը պարզապես սպառվում է։ Անահիտ Կիրակոսյանի դեպքում այդ բեռը բազմապատիկ էր, նա ոչ միայն կին էր, այլ մայր, տատիկ, հանրային դեմք, դերասանուհի և միևնույն ժամանակ մի մարդ, որը տարիներ շարունակ իր սրտով ընդունել ու մեծացրել է նաև ամուսնու երեխաներին։ Դա մեծ սեր է պահանջում, բայց նաև մեծ ինքնազոհաբերություն, իսկ ինքնազոհաբերությունը որքան էլ գեղեցիկ հնչի, երբեմն լուռ քայքայում է մարդուն ներսից։ Կարևոր է նաև հասկանալ, որ հարաբերությունները կարող են լինել ազնիվ, բայց ժամանակի ընթացքում դադարել լինել ներդաշնակ։ Սերը կարող է մնալ, բայց այլևս չլինել այն հենարանը, որը պետք է երկու մարդու համար։ Այդ պահին մարդիկ կանգնում են դժվար ընտրության առաջ՝ շարունակել միասին հանուն ձևի, թե բաժանվել՝ պահպանելով հարգանքը։